$590,000 հափշտակության գործով կալանավորված հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադևոսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ ներկա է եղել քննարկման։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունից $590,000 գումար հափշտակելու դեպքից մեկ ամիս առաջ 2025 թվականի ապրիլի 21-ին արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք խորագրով համաժողով է եղել, որին ներկա է եղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը, վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, իրավապահ համակարգի ղեկավար կազմը։ Համաժողովի քննարկմանը ներկա է եղել նաև $590,000 հափշտակության գործով կալանավորված հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադևոսյանը, և վարչապետը պատասխանել է հարցերի, թե ինչու է ուշանում արդարադատությունը, ըստ էության չկանխատեսելով, որ քննչական կոմիտեում ինչպիսի մթնոլորտ է տիրում, ինչպես են ներսի պաշտոնատար անձինք կոնկրետ հափշտակություն կազմակերպում։ Մայիսի 22-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունից $590,000 գումար է հափշտակվել։ Արդյունքում դեպքից 2 օր անց հայտնի դարձավ, որ $590,000 հափշտակությունը կազմակերպել ու իրավապահներին ինքնախոստովանական ցուցմունքը տվել է հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադևոսյանը և քաղաքացի Էդգար Գրիգորյանը։ Վերջիններս կալանավորված են։ Ըստ էության, դատելով իրավիճակից $590,000 հափշտակությունը կազմակերպվել է կոմիտեի պաշտոնատար անձի կողմից։ Հայտնել էին, որ մինչ $590,000 հափշտակելը տնտեսական հանցագործությունների վարչությունից քննիչի անցագիր է կորում։ Շենքում խառնվում են իրար ու մեկ օր անց անցագիրը հայտնվում է։ Անցնում է մի քանի օր, սեյֆի բանալի է կորում ու նորից հայտնվում։ Տնտեսական հանցագործների քննության վարչությունում կրկին անհանգստանում են, թե ինչ է կատարվում վարչությունում։ Արդյունքում քննիչները նկատում են, որ շենքը անծանոթ մարդ է մտնում, դուրս գալիս, նրան բռնում կանգնեցնում, հարցուփորձ են անում, թե դու ում մոտ ես գալիս ու ինչ կապ ունես վարչության հետ, անծանոթը տալիս է վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադևոսյանի անունը։ Իդեպ, մինչ օրս անհասկանալի է մնում, թե ինչու էր $590,000 պահվում քննչական կոմիտեում, ինչու չեն հանձնել կենտրոնական բանկ։ Մեզ ասած տեղեկությունների համաձայն քննչական կոմիտեն գրավոր դիմում է ուղարկել, որ գումարը տեղափոխեն բանկ, սակայն կենտրոնական բանկը հրաժարվել է գումարը ի պահ վերցնել։ Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։ Իրեղեն ապացույցն այս պահին հակակոռուպցիոն կոմիտեում է։